Գրեթե 4 տարի է անցել այն օրվանից, երբ Ռուսաստանը սկսեց իր պատերազմը Ուկրաինայի դեմ։ Մեր հայրենակիցների շատերը կմտածեն, որ իմաստ չկա մենք անդրադառնանք դրան, որովհետև առաջին հայացքից կարծես թե դա ոչ մի կապ չունի Հայաստանի հետ, բայց իրականում ճիշտ հակառակն է։ Կարծում եմ հարկավոր է, որ մենք հստակ ասենք, թե ինչ սպասումներ ունենք մենք այդ պատերազմի ավարտից, որովհետև ուզենք թե չուզենք, այն ազդելու է մեզ վրա։ Այդ է պատճառը, որ մենք չենք կարող անտեսել, թե ինչ է կատարվում այսօր Արևելյան Եվրոպայում, եթե մենք իսկապես ուզում ենք դուրս գալ ռուսական գաղութատիրությունից եւ իրական անկախություն ձեռք բերել։ Այդ իրական անկախությունը ձեռք բերելու համար հարկավոր է նաեւ հիշել փետրվարյան ապստամբությունը, որի 105-ամյակն ենք նշելու ընդամենը մի քանի օրից։ Այդ ապստամբությունը մեզ հայազգայնականներից ցայսօր ոգևորում է մեր պայքարի ճանապարհին, որովհետեւ միայն այդ հիշատակը վառ պահելով մենք կկարողանանք պայքարել մեր ազգային շահերի համար։ Այդ իրադարձությունները մեզ ստիպում են հիշել, որ մենք պարտավոր ենք դիմադրություն ցուցաբերել ռուս-թուրքական ծավալապաշտության եւ դրանց բոլոր հակահայկական ծրագրերի դեմ։ Ես համոզված եմ, որ այդ դիմադրության ալիքը միայն աճելու է, երբ Ռուսաստանի ձախողումները գնալով ավելի ակնհայտ դառնան բոլորին, մինչև այդ ֆեդերացիայի վերջնական կործանումը։ Ամենամեծ միֆերից կամ ավելի ճիշտ ստերից մեկը, որը տասնամյակներ շարունակ վնասել է հայությանը, այն է, որ առանց Ռուսաստանի թուրքերը մեզ կոչնչացնեն։ Այս մեծ սուտը մեզ շարունակում է պահել ստրկամիտ ու խղճուկ վիճակում, որովհետև մեր հույսը միշտ դնում ենք ռուսների վրա, չհասկանալով, որ որքան շատ ենք մեր հույսը դնում նրանց վրա, այնքան ավելի շատ ենք տուժում ու ինքներս մեզ վնասում։ Սրա մասին իհարկե նախկինում խոսել եմ, եւ կարծես թե 44 օրյա դավադիր պատերազմի ավարտից հետո բոլորը սա պետք է հասկանային, բայց ցավոք սրտի զգալի մասը շարունակում է հավատալ այս ստին ու նաև այն ստին, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով մենք իբր կարող ենք ավելի անվտանգ ու խաղաղ ապրել։ Եթե դա իրոք այդպես լիներ, այս 4 տարվա մեջ հազարավոր մեր հայրենակիցները չէին զոհվի ռուս-ուկրաինական պատերազմում կռվելու ժամանակ։ Ավելի շատ զոհ ենք տվել այդ պատերազմում, քան 5 տարի առաջ Արցախում տեղի ունեցած պատերազմում, ինչը պարզապես ողբերգություն է, որովհետև Արևելյան Եվրոպայի այդ ճակատում հազարավոր մեր հայրենակիցները իսկապես զոհվեցին հանուն ոչնչի։ Մենք նույնիսկ չենք նշում երկրորդ աշխարհամարտում սովետի կողմից կռված մեր զոհերի քանակը, որը պարզապես երկրորդ ցեղասպանություն կարող ենք համարել։ Եթե այսօր Հայաստանը Ռուսաստանի կազմում լիներ, ապա պատկերացրեք, թե քանի տասնյակ հազարավոր զոհեր արդեն կունենայինք։ Եթե իսկապես կարծում եք, որ Ռուսաստանի կազմի մեջ մտնելով մենք Հայաստանը կփրկենք թրքացումից, ապա չարաչար սխալվում եք, որովհետև ճշմարտությունը ամբողջությամբ հակառակն է։ Ռուսաստանի հետ նոր միութենական միության մեջ մտնելը կլինի Հայաստանը թրքացնելու ամենաարագ ու հեշտ ձևը, որովհետև նման մղձավանջային պայմաններում ռուսներն ու թուրքերը նորից կբաժանեն Հայաստանը ավելի վատ ձևով, քան 1921 թվականի Մոսկվա եւ Կարսի պայմանագրերի ժամանակ։ Դա հայ ազգին ոչ միայն կզրկի անկախ պետականությունից, այլև որևէ անգամ ռազմաքաղաքական գործոն դառնալու հնարավորությունից։ Այսպես են հայադավ նեոբոլշևիկները պատկերացնում այսպես կոչված իրական Հայաստանը, սակայն մեզ հայազգայնականներից համար միակ իրական Հայաստանը անկախ միացյալ հզոր Հայաստանն է, որը միանշանակ ազատված է ռուս-թուրքական վանդակից։ Այն Հայաստանը, որն իր մեջ կընդգրկի ոչ միայն Արցախը ամբողջությամբ, այլև մեր հայկական լեռնաշխարհի մեծամասնությունը, որովհետև դրանց ձգտել է մեր ցեղի ոգու բաղձանքն է եւ մեր ճակատագրի կանչը։ Սա պետք է խորապես գիտակցենք, եթե ուզում ենք ոչնչացնել այն միֆը, թե Հայաստանը առանց ռուսների կորած է, որովհետև դա մեզ աստիճանաբար տանում է դեպի կործանում։ Սա լավ հասկանալով մենք կգանք այն եզրահանգմանը, որ Ռուսաստանի կործանումը մեզ հայերիս հնարավորության պատուհան կբացի մեր պատկերացրած իրական Հայաստանը կերտելու համար, ինչը մենք չենք կարող բաց թողնել։ Այդ հնարավորության պատուհանը կբացվի, ինչպես բացվեց մեր ազատամարտիկների համար մոտ 35 տարի առաջ, բայց այս անգամ միայն Արցախը ազատագրելու փոխարեն մենք կազատագրենք Ադրբեջանի կազմում գտնվող մեր բոլոր պատմական հողերը, այդ Բաքվի բռնապետին ու հանցավոր ռեժիմին վերջնականապես ծնկի բերելով։ Մակերեսով ամենամեծ երկիրը, որը միաժամանակ միջուկային գերտերությունն է եւ ունի աստղաբաշխական ռեսուրսներ եւ աշխարհի ամենախոշոր բանակներից մեկը, արդեն մոտ 4 տարի է, ինչ չի կարողանում գրավել իր չափսերի համեմատ բավականին փոքրիկ Ուկրաինան, տալով 100 հազարավոր զոհեր եւ վիրավորներ եւ այդ ընթացքում նաեւ քայքայելով իր տնտեսությունը։ Նա խրվել է ճահիճի մեջ եւ չի կարողանում դուրս գալ։ Եվ մեզ ուզում են համոզել,
որ հենց այս նույն պետությունն է, որը 85 տարի առաջ, երբ համեմատաբար ավելի ծանր վիճակում էր, կարողացավ իբր միայնակ հաղթել նացիոնալ-սոցիալիստական Գերմանիային, առանց արևմուտքի հսկայական, ռազմական, քաղաքական եւ ռազմավարական հսկայական աջակցության։ Դա բացարձակ անհեթեթությունը եւ ռուսները դա շատ լավ գիտեն։ Ռուսական բանակի ռազմավարություն ու կազմակերպվածությունը խայտառակությունն են, նրա միակ ուժը մարդկային ու ռեսուրսների քանակական առավելությունն է եւ այն, որ թքած ունի սեփական զինվորների կյանքի վրա։ Այս պատերազմը բացահայտել է, որ ռուսական բանակի հզորությունը ավելի շատ հիմնված է պատրանքների վրա, քան իրականության։ Կրեմլը շատ լավ գիտի, որ իր երկիրը հայտնվել է ծայրահեղ վտանգավոր վիճակում։ Թուրքիան նույնպես պակաս տագնապալի իրավիճակում չէ, քանի որ այնտեղ տարեստարի անկում է ապրում տնտեսությունը։ Բոլոր նշանները ցույց են տալիս, որ նեոբոլշևիկյան Ռուսաստանի դաշնությունը ներսից փլուզվելու է, ինչպես Խորհրդային Միությունը փլուզվեց խորհրդաաֆղանական պատերազմի ավարտից հետո։ Մահամերձ ռուսական կայսրությունը, որը 2 տարի հետո նշելու է իր 300 ամյակը, չի կարողանալու կանխել անխուսափելին։ Նրա վերջնական կործանումը ավելի դաժան է լինելու, քան ցարական Ռուսաստանի ու Խորհրդային Միության փլուզումները միասին վերցրած։ Ամեն դեպքում Ռուսաստանը այս պահին չի կորցնում Հայաստանին ու Ադրբեջանին, ինչպես բազմաթիվ արևմտյան թերթեր ու լրագրողներ թյուրիմացաբար կարծում են։ Եվ Հայաստանը ու Ադրբեջանը Ռուսաստանին չեն վռնդում այս տարածաշրջանից, ինչպես այստեղ բազմաթիվ տհաս վերլուծաբաններ են կարծում։ Սա իրականում Ռուսաստանի ստեղծած պատրանքն է, քանի որ նա փաստացի ավելի շատ է փորձում ամրապնդել իր դիրքերը այս տարածաշրջանում։ Ռուսաստանը պետք է կարողանա խաբել մարդկանց, թե իբր կորցնում է իր ազդեցությունը այս տարածաշրջանում, որպեսզի պատճառ ունենա մոտ ապագայում շարունակելու իր նվաճողական քաղաքականությունը։ Նրա արդարացումը կլինի հենց այն, որ անհրաժեշտ է արևմուտքից ինքնապաշտպանվել։ Այս անգամ իր զորքերը ամբողջությամբ կփորձի մտնել Հայաստանի Հանրապետության տարածք, ինչպես արեց Արցախում, նորից ներկանալով որպես խաղաղապահ, եւ դա անելու համար Կրեմլը սպասում է հարմար պահին, որպեսզի Բաքվի բռնապետին կանաչ լույսը տա Հայաստանի վրա հարձակվելու համար, որպես հետո գա մեզ փրկի, ինչպես փրկեց արցախցիներին։ Մարգունցյան պատմության մեջ բոլոր մեծ կայսրությունները գրեթե առանց բացառության միշտ վարել են նվաճողական քաղաքականություն ինքնապաշտպանության քողի տակ, եւ այս հարցում Ռուսաստանը ոչ մի ձևով չի տարբերվում։ Իսկ ինչ ավելի լավ արդարացում, քան այն, որ Արևմուտքը Ռուսաստանից խլում է Հայաստանին ու Ադրբեջանին, թույլատնելով նրա դիրքերը հենց իր ազդեցության գոտում։ Ռուսաստանը չի կորցնի իր ազդեցությունը Հարավային Կովկասի վրա, քանի դեռ ներքին փլուզում չի ապրել իր պետությունը, ինչպես եղավ ցարական Ռուսաստանի ու Սովետական Միության կործանման ժամանակ։ Միայն այդ դեպքում կարելի է պատկերացնել նման սցենար։ Քանի դեռ հետսովետական Ռուսաստանը համեմատաբար կայուն է, բնականաբար չի թողնի, որ այս տարածաշրջանը այդքան հեշտությամբ դուրս պլստա իր ձեռքից, քանի որ այն իր համար կենսական նշանակություն ունի։ Պարզ իրականությունը այն է, որ Մոսկվան ու Անկարան նորից ուզում են այս տարածաշրջանը բաժանել իրենց միջև, ինչպես արեցին 100 տարի առաջ, եւ խաղաղություն հաստատել Հայաստանի անկախության կորստի հաշվին։ Եվ դա անելու համար օգտագործելու են իրենց ահաբեկչական պետություն Ադրբեջանին։ Այդ երկու գիշատիչների գործարքի առանցքում լինելու է Սյունիքի գրավումը Բաքվի կողմից, որը կբերի Հայաստանի համընդհանուր ու վերջնական մասնատմանը։ Հայաստանի կառավարությունը խաղաղություն է ուզում, ինչպես նաև Ադրբեջանինը, բայց տարբերությունը այն է, որ մեր դավաճանական կառավարությունը պատրաստ է այդ խաղաղության դիմաց զիջելու մեր անկախությունը, ասելով, որ դրանով իբր ամրացնում է մեր անկախությունը։ Իսկ Ադրբեջանի հայատյաց կառավարությունը պատրաստ է այդ խաղաղության դիմաց իր գերակայությունը հաստատել մեր պետության հանդեպ, Հայաստանին զրկելով ինքնիշխանությունից ու անկախությունից։ Եվ այս ամենը ձեռնտու է ռուսական կայսրությանը, քանի որ նրան միշտ ավելի ձեռնտու է եղել, որ թուրքերը այս տարածաշրջանում գերակա լինեն, քան գոյություն ունենա հզոր հայկական պետություն, եւ պատմությունը մեզ սրա մասին բազմաթիվ օրինակներ է տվել։ Ամեն դեպքում, եթե շարունակենք ստրկամիտ մտածելակերպ ու պարտվական հոգեբանություն ունենալ, Ռուսաստանի փլուզումը ինքնաբերաբար չի բերի Հայաստանի լիարժեք անկախությանը, քանի որ դա իրականություն դարձնելու համար մեզնից պահանջում է նպատակադրվածություն, նվիրում եւ անհաղթող պայքար։ Մենք կարող ենք կոտրել ռուս-թուրք սիոնիստական դաշինքը Հայաստանի դեմ եւ ազատվել ռուս-թուրքական վանդակից միայն այն դեպքում, երբ մենք այս պահից սկսենք պատրաստվել լուրջ պայքարի ընդդեմ թուրքերի, նեոբոլշևիկների ու հայադավների։
Եվ ռուսական կայսրությունը սկսի ճաքճքել ներսից ու կործանվել, դա մեզ համար ազդակ կլինի գործի անցնելու։ Շատերը կարծում են չափազանցնում եմ, երբ ասում եմ, որ ներկայիս Ռուսաստանի Դաշնությունը այս ռուս-ուկրաինական պատերազմի ավարտից հետո տրովելու է տարբեր մեծ խոշոր մարզերի, ճիշտ այնպես, ինչպես Խորհրդային Միությունը տրովեց տարբեր հանրապետությունների խորհրդաafղանական պատերազմի ավարտից հետո։ Եվ որ դրա հետևանքով Հայաստանում առաջանալու են լուրջ ցնցումներ, որոնք կարող են բառացիորեն մի գիշերվա մեջ մեր ամբողջ համակարգը կանգնեցնել խոր ճգնաժամի առաջ, քանի որ ցավոք սրտի Հայաստանը ամեն առումով կախված է այն նողկալի ֆեդերացիայից։ Կարծում եմ, չափազանցնում եմ հատկապես այն ժամանակ, երբ ասում եմ, որ այս անգամ ռուսական կայսրությունը երրորդ եւ վերջին անգամ է կործանվելու։ Սակայն սա ոչ թե մարգարեություն է, այլ պարզ հաշվարկ։ Սովետ-աֆղանական պատերազմը տևեց շուրջ 10 տարի, որի ընթացքում Խորհրդային Միությունը ունեցավ մոտ 15,000 զոհ, իսկ այս արդեն 4 տարի շարունակվող ռուս-ուկրաինական պատերազմի ընթացքում Ռուսաստանի Դաշնությունը տվել է անհամեմատ ավելի մեծ մարդկային կորուստներ, մոտ 1 միլիոն, որոնց մեջ, ինչպես արդեն ասացի, ներառված են Ռուսաստանում ապրող հազարավոր մեր հայրենակիցները։ Պետք է նաև հաշվի առնել, որ Սովետը աշխարհաքաղաքական առումով անհամեմատ ավելի ծանրակշիռ գործոն էր, քան այսօրվա Ռուսաստանը, որը միաժամանակ բախվում է բազմաթիվ խորքային խնդիրների, նվազող աշխատաուժ, արտագաղթ, ծայրահեղ ցածրծնելիություն եւ տնտեսական կառուցվածքային խոցելիություն։ Կան նաև բազմաթիվ այլ հասարակական, քաղաքական եւ տնտեսական գործոններ, որոնք հուշում են, որ ռուսական կայսրությունը գտնվում է անկման փուլում եւ ապրում է իր վերջին տարիները։ Այդ ամենի մեջ այս պատերազմում Ռուսաստանի ռազմաքաղաքական ձախողումը հանդիսանում է առանցքային գործոններից մեկը։ Պատմությունը բազմիցս ցույց է տվել, որ բոլոր մեծ կայսրությունները իրենց վերջնական կործանումից առաջ պատերազմներում սկսում են ձախողումներ կրել։ Սա չի վերաբերում միայն Խորհրդային Միությանը։ Ռոմեական կայսրությունը իր անկումից առաջ կրեց բազմաթիվ ռազմական պարտություններ գերմանական ցեղերի, հոների ու պարսիկների կողմից։ Օսմանյան կայսրությունը 18-ից 19-րդ դարերում աստիճանաբար թուլացավ եվրոպական տերությունների դեմ ռազմական պարտությունների հետևանքով։ Չինաստանում Ցին դինաստիան 19-րդ դարում պարտվեց օպիումի պատերազմներում եւ մի շարք այլ հակամարտություններում։ Կարճ ասած, պատերազմում պարտություններն ու ձախողումները կործանարար են կայսրությունների համար, քանի որ դրանք չափազանց թանկ են, առաջացում են ներքին անկայունություն եւ քանդում են հզորության պատրանքը, բացահայտելով իրական խոցելիությունը։ Ջորջ Օրվելը մեզ ասում էր, կայսրությունները պահպանվում են ոչ թե ուժով, այլ պատրանքով։ Երբ պատրանքը վերանում է, կայսրությունը կործանվում է։ Այդ պարտությունները կրում են եւ հետո կործանվում, որովհետեւ կայսրությունները մեռնելուց առաջ միշտ մի վերջին շունչ են քաշել, փորձելով ընդարձակել իրենց սահմանները եւ իրենց կամքավելի շատ թելադրել այլ պետությունների։ Իրենց չափը անցնող ռազմական արշավներ են կազմակերպում, կենտրոնացնում են իշխանությունը, խիստ ճնշում են իրականացնում ընդդիմության դեմ եւ փորձում են իրականացնել շքեղ նախագծեր։ Կայսրությունների այս վերջին շունչը նման է մի մեռնող աստղի, որը մարելուց առաջ ավելի ուժեղ է այրվում։ Դա լինում է, երբ կայսրությունները սկսում են բազմաթիվ ներքին խնդիրներ ունենալ, ինչպես օրինակ տնտեսական, ժողովրդագրական եւ հասարակական խնդիրներ։ Այդ ներքին խնդիրների պատճառով կորստում են իրենց վստահությունը սեփական ուժերի, ինչպես նաև իրենց ապագայի նկատմամբ, որի արդյունքում դիմում են արտառոց քայլերի, որպեսզի վերականգնվեն։ Չեն կարողանում ներքին խնդիրների համար լուծումներ գտնել, դրա համար սկսում են լուծումներ փնտրել դրսում։ Դա նման է մի մեծ էգո ունեցող մարդու, ով իրականում անինքնավստահության ու հոգեբանական խնդիրներ ունի, բայց փորձում է մեծ խոսելով եւ արտաքին արարքներով ինքնահաստատվել։ Եվ ահա Ամերիկայի Միացյալ Նահանգների ու Ռուսաստանի Դաշնության եւ ինչու՞ չէ, նաեւ Չինաստանի վերջին մի քանի տարվա քայլերը ոչ այլ ինչ են, եթե ոչ իրենց մեռնող կայսրությունների վերջին շունչը։ Կրեմլը Արցախին դավաճանելուց հետո սկսեց իր պատերազմը Ուկրաինայում, որպեսզի հետ բերի իր սովետական սահմանների կարևոր նշանակություն ունեցող մասերը։ Իսկ Վաշինգտոնը Թրամփի օրոք ուզում է Ամերիկան կրկին հզոր դարձնել կարգախոսով գրավել Գրենլանդիան եւ ինչու՞ չէ նաեւ Կենտրոնական Ամերիկան ու Կանադան։ Սակայն մեր ողերին դաշնակից Ռուսաստանը գաղափար անգամ չունի, որ Արցախի դեմ իր դավադրությունը իրականում հենց իր վերջին սկիզբն է լինելու։ Ամերիկան ու Ռուսաստանը որքան էլ տարբեր լինեն, գրեթե նույն արտաքին ու ներքին խնդիրների առաջ են կանգնած, քանի որ երկուսն էլ գերտերություն դարձան երկրորդ աշխարհամարտից հետո, երբ պարտվեց ազգայնականությունը եւ հաստատվեց այս սիոնիստական աշխարհակարգը։ Շատերը տեսնելով Կրեմլի ու Վաշինգտոնի համարձակ քայլերը կկարծեն, թե իբր նոր թափ են հավաքում, բայց երբ իմանան կայսրությունների վերջին շնչի մասին, կհասկանան, որ այդ կայսրությունները
ինչպես նաև նրանց կողմից հաստատված այս պիղծ աշխարհակարգը կործաման եզրին են կանգնած։ Հիշենք Ռոմի իմաստուն կայսր ու փիլիսոփա Մարկոս Ավրելիոսի խոսքերը։ Նայեք անցյալին նրա փոփոխող կայսրություններով, որոնք վերելք եւ անկում ունեցան, եւ դուք նույնպես կարող եք կանխատեսել ապագան։ Եվ ահա այսպես, մենք ապրում ենք շատ հետաքրքիր ու ճակատագրական ժամանակներում։ Հասել ենք մի շրջադարձային փուլի, որտեղ կամ վերջնականապես կորցնելու ենք մեր անկախ պետականությունը եւ դրա հետ նաեւ մեր ազգի ապագան, կամ գրելու ենք մի փառապանց պատմություն, որը կողջունեին եւ որով կհպարտանային մեր հերոս նախնիները։ Ինչպես Լեռնահայաստանում ու Փետրվարյան ապստամբության ժամանակ մեր ազատամարտիկները դիմադրություն ցուցաբերեցին թուրքերի ու բոլշևիկների դեմ, այնպես էլ այն նույն ոգով մենք պարտավոր ենք այսօր դիմադրություն ցուցաբերել թրքասիրության ու նեոբոլշևիզմի դեմ, օգտագործելով բոլոր օրինական միջոցները։ Նրանց ոգիները մեզ այսօր վերևից նայում են եւ ուղղորդում, որովհետեւ հենց մեզ նմաններից է կախված մեր ամբողջ ազգի ճակատագիրը։ Ուր նրանք չկարողացան հասնել հաջողության, մենք կհասնենք, քանի որ այս անգամ ժամանակը աշխատում է մեր օգտին։ Գալիս է զարթոնքի ու ազգային հեղափոխություն անելու ժամանակը։ Այս ամենի ֆոնին մեզ հայազգայնականներից մնում է ստապ գնահատել զարգացումները եւ այս պահից պատրաստվել տարածաշրջանային մեծ ցնցումներին, որպեսզի կարողանան գալիք փոթորիկի ժամանակ դառնալ կայծակ եւ այդ խավարության մեջ մեր հայրենակիցներին ցույց տալ լուսավոր ճանապարհը։ Միայն այսպես մենք կկարողանանք պաշտպանել մեր ազգային շահերը, հիմնադրելով իրական հայ ազգային պետություն եւ չկրկնել անցյալի սխալները։ Այս անգամ Արարչի կողմից մեզ տրված պատմական սուրբ առաքելությունը լիարժեքորեն կատարելով։